այդ բոլոր հրթիռները, որ կրակում են այս կողմենկոմ, մի քիչ շատ քաոտիկ ձևով է, եւ նույնիսկ իրանց դեսպանը վրկացավ ասեց, որ հիմա Թեհրանում քաոս է։ Եվ դա մասամբ ասեց, որպեսզի կարծես ներողություն խնդրի նրա համար, որ թե ինչ են խփել, ասենք ինչ որ արաբական բաների, տվյալ դեպքում, որ իրանք չէին ուզում խփած լինեին, դժվար արդարացնել, հա, այդպես բաները։ Իր բացատրությամբ, որ մի քիչ խառն է այս րոպեին, մի քիչ ներող եղեք մեր նկատմամբ։ Բայց դա փաստորեն ասաց, որ այնտեղ շուն տիրը չի ճանաչում։ Իրանց այդ փոխարինողները երրորդն է թե չորրորդն է այս րոպեին ոչ մեկի հետ չեն խոսում, դա կա։ Իրանք շատ sense vertically integrated silo սիստեմների մեջ են եւ այդ էլ խանգարում իրանց հասկանալու համար թե ուր գնան, ինչ անեն, ինչ քաղաքական դիրքորոշում բռնեն, ում վրա կարելի է կրակել, ում վրա չի կարելի ինչ անել, ամեն մեկը ինչ խելքին ասում է իմ պապիկը ինձ ինչ ասեց, ես դա լանում եմ, ես չեմ ուզում քեզ լսեմ։ Վիճակը Հորմուզի ես բանում նեղուցի շուրջ ասեմ, որ փակել են բավական լուրջ խնդիր է բոլորի համար, որովհետև փաստորեն հենց Իրանի համար, Իրանի նավթի 80%-ը տեղից է գնում։ Իրանք իրանց այսօր փակելով իրանց լավություն չեն անում այսրանք։ Բայց իրանք համաձայն են քիչ դուրժ են, հա, ոնց որ ասում են, ոնց որ բռնեց Պուտինը գազը կտրեց Եվրոպային։ Իրան ոտին խփեց փաստորեն, բայց հիմա չի կարող այդ բերի վրվածություններ առնել։ Էլի դիկտատորները շատ տարբեր ձևի են մտածում, մի քիչ նորմալ բիզնես չի իրանց մոտ, քաղաքական մասը շատ կարևոր է։ Բայց աշխարհի 20%-ն է անտեղից դուրս գալիս, հա, այդ Պարսից դուրս գալիս նավթի։ Հետևաբար մյուս արաբական երկրները բոլորովին էլ ուրախ չեն այս վիճակից։ Պարսկական նավթի մեծ մասը գնում էր ի դեպ, ասենք մոտ 80%-ը ինչ գնում էր Չինաստան, դա ուրիշ բան։